երկրագնդի վրա ապրող մարդիկ ապրում էին առանց կարգ ու կանոնի։ Մարդիկ պատասխանատվություն չէին կրում իրենց արարքների համար, ամենուրեք խառնաշփոթ էր լինում։ Տարբեր երկրների իմաստուն մարդիկ որոշեցին հավաքվել, մեկը հարավից, մեկը հյուսիսից, մեկը հարուստ երկրից, մեկը աղքատ երկրից։ Նրանք խոսում են տարբեր լեզուներով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վրաստան։ Ֆրանսիա։ Հնդկաստան։ Ճապոնիա։ Կոնիշուա։ Իսպանիա։ Հոլանդ։ Իտալիա։ Թեավադը։ Չինաստան։ Շատերը եկել էին այդտեղից, որտեղ պատերազմ էր։ Իմաստը, որտեղ ճշում էր գործադրվում։ Բոլորը համախմբվել էին մի նպատակով՝ երկրում ստեղծել կարգ ու կանոն, որի համար պետք էր գրել օրենք, փաստաթուղթ։ Փաստաթղթում գրվեն իրավունքներ և պարտականություններ, որը պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև երեխաները։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօր քննարկելու ենք մեր իրավունքները, որոնք են մարդու իրավունքները, քեզ և ինձ համար։ Մենք հնարավորություն ունենք ապրել այդ իրավունքների համաձայն։ Ինչպիսին են այդ հնարավորությունները։ Եկեք միասին ուսումնասիրենք մեր հնարավորությունները, որպեսզի ստանանք այն, ինչ անհրաժեշտ է մեզ։ Մեր անհրաժեշտ է սնունդ, ջուր, օգտակարություն, շեյ, պաստարկություն հասարակական կյանքի և վերջապես կկարողանանք գտնել մեր կյանք։
Բոլոր երեխաներ ունեն նույն իրավունքները։ Բոլոր երեխաները ունեն նորմալ կյանքապատվելու իրավունք։ Ավարտվեց աշխատանքային օրը, մնացած հոդվածների մասին կծանոթանանք քիչ անց։ որը գրվում է ծննդյան վկայականում։ Ծննդյան վկայականը նրա առաջին փաստաթուղթն է։
Արդեն գիտես, որ պետք է արգեն մեծերին։ Այո, պետք է լսել նրանց խոսքը։ Միքայել, գիտես, որ մանկապարտեզի բակից չի կարելի դուրս գալ։ Այո։ Նայի, գիտես, որ դու լուցկու հետո չի կարելի խաղալ։ Այո, որտեղ կառաջանան։ Արդի գիտես, որ չի կարելի անծանոթի առաջ դուռը բացել։ Այո, որովհետև մեզ կվնասի։ Արմեն, գիտես, որ պետք է լուսացույցը գրավել։ Այո, որտեղ վթար առաջանա։ Մենք արգուսանփար ենք, ապրում ենք Հայաստանում և իրավունք ունենք ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Հայը մասիստ է, նրան գրկող արաքսներ է հայ, մեր քարագագոտ արգածը հայ է, Արարատյան խաղողն էլ է հայ, այս հին աշխարհը իմ Հայաստանն է ու ես էլ եմ հայ։ Մենք աղբուտ եմ հայ, բայց պատով եմ նաև խոսել մայրենի լեզվով։ Լսիր, որդիս, պատգամ որպես, սիրող խմոր խոսք սրտանց, այսօրվանից հանձնում էր քեզ, հայոց լեզուն հազարականց։ Ունտես որդիս, ուր էլ լինես, այ լուսնի տակ ուր էլ գնաս, թե մոր տակամ, պտկիցը թանես, քո մայր լեզուն չմոռանաս։ It's a different moment, doing time.
խորհուրդ է տալ, երեք միասին կոչում ենք Հայ ու Հայաստան։
եմ արարոցում տիկնիկից։ Ես հայ եմ փոքրիկ, ունեմ ուժեղ հայրիկ, ունեմ բարի մայրիկ, ամուր մի ընտանիք, իմ տունն ես Հայաստան, տակում եմ քեզ պաշտպան, ես հայ եմ փոքրիկ, ունեմ մեծ հայրենիք, ես կսովորեմ գրելը մաշտոցի, ունենիները մեր կոմիտասի, հայ ես տրվել ու հայ կմեծանա, ու արարատները ես կբարձրանամ, ես հայ եմ փոքրիկ, ունեմ ուժեղ հայրիկ, ունեմ բարի մայրիկ, ամուր մի ընտանիք, իմ տունն ես Հայաստան, տակում եմ քեզ պաշտպան, ես հայ եմ փոքրիկ, ունեմ մեծ հայրենիք։ Մեր երկրում բոլոր երեխաները իրավունք ունեն հաճախել մանկապարտեզ, որտեղ կարող են խաղալ, պարել, սովորել, ստեղծագործել։ Գիտեմ շքեղ բարի մի, որտեղ շատ են սիրում մարդուն, մանուկներին այս աշխարհին, ժեշտակի նման բարի։ Նրանց տատուն սեր են ցանում, նաև կրթում, ուսուցանում։ Այնտեղ ուրախ պարու հանդեպ սիրող սրտերն այրիքներ։ Մի մեծ տուն է, մի մեծ տանիք, հայուր, մանուկ մի ընտանիք։ Չես հավատում, եկ ինքդ տես, կոչվում է այն մանկապարտեզ։ Մանավ փոքրիկ դադիդակչին մի արածի սենակում նստեցրել է իրար կողքի աշակետեր 12 արջուկ նահա գոժի պուտա ստար դասն է մարմերսում նա տա
տնտեսական ծառայությունների։ Если нужно подлечиться, мы отправимся в больницу. Добрый доктор много знает, всем детишкам помогает. Носит белый он халат, он всегда детишкам рад. Մենք լսեցի, որ այստեղ առողջության մասին ենք խոսում։ Երեխաներիս ու գիտեք ինչ է անհրաժեշտ առողջ լինելու համար։ Պետք է պահպանել օրվա ռեժիմը։ Շատ օգնել մաքուր օդի։ Պահպանել անձնական հիգիենան։ Կատարել վարդություններ։ Ճիշտ է։ Իսկ որոնք են բժշկի պարտականությունները, որ բուժի հիվանդների։ Կեսը երեխան է։ Ինչպես կանչե բժիշկին։ Հավաքել Պետրո 3 հեռախոսահամարը, ունսել հիվանդի անուն, ազգանունը և տան հասցրել։ Ճիշտ է, իսկ ուզում եք դառնալ ապագա բժիշկ։ Այո։ Պատկերացրեք, որ դուք արդեն բժիշկներ եք և պետք է գնալ կանչի։ Դրա համար պետք է առանձնացնել բժշկական գործիքները, դասավորեք ծանրուկի մեջ։ Если нужно подлечиться, добрый доктор много знает, всем детишкам помогает. Носит белый он халат, он всегда детишкам рад. Заболели зубы, посмелей, обращайся к доктору скорей. Зубки он полечит, не мешай. Եթե երեխան ես տեսություն։ Мы отправимся в больницу. Добрый доктор много знает, всем детишкам помогает. Носит белый он халат, он всегда детишкам рад. Եկեք նոր անդրադառնանք մեր իրավունքներին։ Երեխան այն լույսն է, որ կա մոլորակում։ Երեխան իրավունք չունի կատարել երեխայի բոլոր իրավունքները շատ կարևոր են։ Խոնարհի, նայեցինի լավ է, որ կան իրավունքներ։ Բոլոր իրավունք։ Օրենքը մեզ միշտ պաշտպանում է։ Երեխաների իրավունքները ավելի լավ պաշտպանելու համար ստեղծվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը հունիսի 1-ը։ Երեխան իրավունք ունի ապրելու երջանիկ կապ ունի, վախկոտ է, ուժեղ է, սպիտակ է, թես է։ Ծնված օրվանից պետք է պայմաններ ստեղծվեն, որ երեխան լինի երջանիկ և ապրի խաղաղ երկնքի տակ։ Խաղաղություն ենք ուզում, որ ժպտան մալուկները, որ ամբողջ աշխարհում հավեն լրեն զենքերը։ Թող զենքերը աշխարհի դառնան ջերմակաղավի, կապույտ երկնքում ճախրեն, խաղաղություն սերմանեն։ Բոլորիս երազանքները փոխվեցին ու դարձան մեկը՝ խաղաղություն։
շատ որ իրավունք կուզեի պաշտպանվել, այո, ամբողջ աշխարհում շատ կուզեի որ լիներ խաղաղություն եւ բոլոր զենքերը այո դառնային աղավնիներ, սպիտակ աղավնիներ ու ճախրեին աշխարհում մեր շատ կուզեի այդ ցանկությունը իրականություն դառնա, ողջունում եմ ձեզ հարգելի հյուրեր, ծնողներ, մանկավարժներ, առաջին հայացքից թվում է թե մանկապարտեզ իրավունքներ, պարտականություններ, այո հենց այս տարիքից պետք է քաղաքացու ձևավորման հիմքը տնենք հենց այս տարիքից եւ նախատեսված է հենց ծրագրում, մեր ծրագրով երեխաների իրավունքները եւ պարտականությունները։ Մեր ժողովրդի մեջ մեր ազգային մենթալիտետն է, որ մենք ունենք միայն իրավունքներ, պարտականություններում միշտ թերանում են։ Եվ կցանկանայի, որ հենց մանկապարտեզից երեխաների մեջ սերմանենք, ինչպես նաև դուք ընտանիքներում սերմանենք, որ ունեն եւ իրավունքներ եւ պարտականություններ։ Այդ ձևով մենք կարող ենք լիարժեք քաղաքացի դաստիարակել եւ կարող ենք մենք կառուցել այն երկիր, այն հզոր երկիրը, որ ցանկանում ենք ունենալ։ Եվ հենց նախադպրոցական տարիքում է դրվում անձի ձևավորման, դաստիարակման հիմքը։ Շնորհակալություն երեխաներ, դուք արդեն փոքրիկ չեք, դուք արդեն գիտեք ձեր իրավունքները որն են, որոնք են ձեր պարտականությունները, եւ ես կցանկանամ, որ բոլոր բնակավարներում, մանկապարտեզից սկսած դպրոցում, ընտանիքում, փողոցում դուք շատ հստակ իմանաք ձեր իրավունքները եւ պարտականությունները եւ կարողանաք դրանք պահպանել բոլոր տարիքներում։ Կլինեք 10 տարեկան, 20, 25, թե մեծ պապիկ տատիկներ։ Շնորհակալություն կազմակերպիչների, շնորհակալություն Հեսեդա, շնորհակալություն կուլիսների հետևում գտնվող ընկեր Ալբարտին, որ շատ ճիշտ ժամանակին կարողանում է ղեկավարել համաչափ երեխաներին ուղարկել կատարելու իրենց պարտականությունները։ Շնորհակալություն ընկեր Էլադային, ընկեր Արմինեին, շնորհակալ եմ ձեր մտքերի համար, ձեր աշխատանքի համար, շնորհակալ եմ այսպիսի սերունդ դաստիարակելու համար։ Շնորհակալ եմ նաև մեր մանկավարժական անձնակազմին, նրանց ովքեր իրենց լուման են ներդրել այս աշխատանքում, շնորհակալություն ընկեր Դրետային, ընկեր Նազիկին եւ բոլոր ամբողջ անձնակազմին։ Շնորհակալություն բոլորին։ Ընկեր Արմինեին, ընկեր Էլադային, թվում է թե երեխաները անգիր առած բառեր են ասում ու չեն հասկանում, բայց ասեմ, որ հենց մեր օրինակով կարամ ասեմ, որ շատ բաներ իրենք արդեն գիտակցում են, արդեն հասկանում են, իհարկե կան բաներ, որտեղ այնքան էլ իրենց համար այնքան հասկանալի չէ, բայց կարծում եմ տարիների ընթացքում այս խոսքերը հիշելով շատ բաներից ավելի հեշտ գլուխ կհանեն ու կդառնան իրոք պահանջատեր, դիտակից ու լավ քաղաքացիներ մեր երկրի համար։ Ու տա Աստված, որ մեր երկիրը այնքան հզորանա, այնպիսի աստիճանի հասնի, որ չգիտեմ, լինենք ապահով ու այդ խաղաղություն բառը մեր համար այդքան երազելի չլինի ու մեր բալիկները նույն ձևով չզգան դրա գինը, ինչ որ մենք ենք մեր վրա զգացել դա։ Շնորհակալ եմ ձեզ եւս մեկ անգամ, գիտեմ ինչ ավելի մեծ աշխատանք եք անում ու ինչքան դժվար է այս տարիքի բալիկներին սովորացնել նամանավանդ այնպիսի խոսքեր, որ միգուցե այդքան էլ իրենց դեռ հասանելի չեն, այդքան էլ դեռ չեն հասկանում։ Մենք այդ ամենը շատ գնահատում ենք եւ շնորհակալ ենք։